Օտայքի Մազիական Համայնքի հավաքանում 26 թվականի 5-րդ Գարնանային նստաշրջանի Պետերմարին 16 թիվ հերթական նիստի օրակարգ։ Առաջինը Օտայքի Մազիական Համայնքի հավաքանում 2017 թվականի նոյեմբերի 17-ի քաղաքների որոշման մեջ փոփոխություններ մատաղի մասին վերջով ներկայացան։ Երկրորդը Օտայքի Մազիական Համայնքի հավաքանում 2020 թվականի դեկտեմբերի 19-ի N88A որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին երկուսով ներկայացան։ Երրորդը Օտայքի Մազիական Համայնքի 2026 թվականի տնտեսական և սոցիալական երկրակառուցվածքների զարգացման ուղղված կոնվենցիայի հայտերը հաստատելու մասին երկուսով Անահիտ Ռուբենյան։ Չորրորդ Արտաբյուջետային հաշիվ բացելու մասին երկուսով Անահիտ Ռուբենյան։ Հինգերորդ Օտայքի Մազիական Համայնքի Ռայոն էներգետիկ և կլիմայական գործողությունների ծրագիրը հաստատելու մասին երկուսով Անահիտ Ռուբենյան։ Վեցերորդ Օտայքի Մազիական Համայնքի գլխավոր հակակարգում փոփոխություն կատարելու նպատակով ներկայացված տեսչի նախագծին հավանություն տալու մասին երկուսով Ռազմիլ Ջասպարյան։ Յոթերորդ Ակումբ համայնքի սեփականությունը հանդիսացող անշարժ ուրույնքը օտարելու մասին։ Իսկ այսպիսի հարց չունենք, հա՞։ Օտարելու մասին մենք հարց ունենք։ Հարց ունենք, ուտարումը սրա մեջ չա՞ մտնում։ Լավ։ Ութերորդ Հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին։ Հինգերորդ Հողամասերը ակումբ համայնքի սեփականություն ճանաչելու մասին։ 10-րդ մեր բնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանման մասին։ 15-րդը լավ, հերթական նիստներով որոշելու մասին է։ Ինչ հարցեր կան վերաբերյալ առաջարկներ։ Նախագիծ կա դրան, Ռաֆիկ։ Մենք նոր ենք նախագիծ պատվիրել։ Նախագիծ կներկայացնենք ինչի համար ենք պատվիրել, հետո երբ որ մենք ունենանք էսքիզ, տկանք կծանոթանանք։ Եթե չկան ուրիշ հարցեր, քվեարկության մասին, ովքեր են ողորմական հաստատելու։ Առաջին հարցը կներկայացնի Մերիամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղարի 2025 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 3486 հրամանով կադրային գործի հարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու առկա խնդիրների լուծման ուղղված առաջարկություններ և անհրաժեշտ պարտավորություններ ներկայացնելու նպատակով 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ուսումնասիրություն է կատարվել ակումբի համայնքապետարանի աշխատակազմում։ Ուսումնասիրության արդյունքներից պարզվել է, որ ակումբի համայնքապետարանի աշխատակազմի կանոնադրությունը հաստատված 2017 թվականի նոյեմբերի 17-ին հարկավոր է համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակված համայնքապետարանի կանոնադրություն փոխանցի օրինակետիներին։ Ելնելով վերոյալից անհրաժեշտություն է առաջացել ակումբ համայնքի աբովկանի 2018 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 42 որոշման մեջ կատարել փոփոխություն, որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ։ Իսկ հավելվածը ներկայացվել է ծառայության կանոնադրության նոր խմբագրություն։ Արդեն առաջարկություններ չկան։
Եթե չկան ասել քվեարկության, ուրտել են կողմ կատարել դժվարություն։ Դեն դերմուղան չկա։ Կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջի հանրային առողջապահական նորմատիվը հաստատելու մասին առողջապահության նախարարի 2025 թվականի մայիսի 5-41 եներամանը, ըստ որի ավելացել է նախադպրոցական ուսումնական հաստատություններում որոշ հասնիկների ծանրաբեռնվածությունը, այդ թվում խոհարարի օգնական եւ այլն, ուստի անհրաժեշտություն է առաջացել ԱՊՀ համայնքի ավականու 2025 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 88 որոշման մեջ կատարել փոփոխություն, որոշման հավելվածները շարադրել նոր խմբակցություն։ Կանցյալ հավելվածները ուղարկվել են ձեզ, որոշ հասնիկների հետ կապված կային փոփոխություններ։ Այսքան։ Կան հարցեր։ Ձեզ մերերով ուղարկել եք։ Ես ինձ եմ ուղարկել, հավելվածները մերերով Երրորդ հարցը ուղղակի մարզի ակնկալների 2026 թվականին տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ուղղված կոնվենցիայի հարցերը հաստատելու մասին։ ԱՊՀ համայնքի 2026 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ուղղված կոնվենցիայի հայտերի հաստատման մասին համայնքի ավականու որոշման աղաղակի ընդունումը անհրաժեշտության մասին հիմնավորումը։ ԱՊՀ համայնքի ԱՊՀ բնակավայրի 8-րդ, 12-րդ, 15-րդ, Կոպայք բնակավայրի 6-րդ, 9-րդի շարունակությունը, Զար բնակավայրի Ավետիսյան, Պարույր Սևակ, Հատիս բնակավայրի 4-րդ, 5-րդ, Զովաշե բնակավայրի 2-րդ փողոց, 2-րդ փաթողի, 5-րդ փողոց, Սևահբեր բնակավայրի առաջին փողոց, առաջին նրբանց, Կապուտան բնակավայրի 6-րդ, Նորգյուղ բնակավայրի 19-րդ, 13-րդ փողոցները գտնվում են անբարեկարգ վիճակում և ունեն ասֆալտակապման կարիք։ Կապուտան և Նորգյուղ բնակավայրերում գազատարի կառուցման կարիք կա, ինչպես նաև Նորգյուղ բնակավայրի մեկ այլ հատվածում գազատարի կառուցման անհրաժեշտություն կա, որ իրականացվելու է պետության համայն դոնոր համագործակցությամբ։ Անհրաժեշտ է վերանորոգել Նորգյուղ բնակավայրի ջրամատակարարման համակարգը և կառուցել Ատոմ բնակավայրի Կոյու ցանցի տնային միացումները։ Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները անհրաժեշտություն է առաջացել դրանք ներկայացնել համայնքի ավականու քննարկմանը։ Նշեմ, որ համայնքի ավականու որոշման ընդունման կապակցությամբ համայնքի բյուջեի նախատեսվում է ծախսերի ավելացում և համայնքի ավականային սույն որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա։ Ուրիշ բանջուկ նաև ավելվածում կար որոշման համակարգը կապուտային բնակավայրում հիմնավորման մեջ ուղղակի չեն նշել։
ուրիշ չունենք սումբեցով ծրագրի։ Այդքան դեր անել։ Հա, ասֆալտաբատում, նորգյուղի կապիտանի գազականների կառուցում, նորգյուղ բնակավայրում դոնորի մասնակցությամբ գազակարի կառուցում և կոյղուցանցի տնային միացումներ։ Ասեցին նորգյուղը։ Ջրակից ասել է։ Այս նորգյուղում բացի դոնորից մենք սումբեցով ծրագրով գազակար ունենք կառուցում։ Հա, այդ է կան, կապիտան նորգյուղ։ Անայք պետք է ասենք նոր ասեց։ Ասեցին։ Ջանի կապիտանի բողոքում էին բացված։ Լավ, բացել կան։ Այո։ Չամենից ունեցել է։ Ուրիշ հարցեր առաջարկություններ կան։ Ովքեր են հաստատել գազկառավարությունը։ Միևնույն ժամանակ ասեմ, որ այսքանով չի սուբվենցիա ծրագրերով չի սահմանափակվելու մեր աշխատանքները, մենք բազմաթիվ աշխատանքներ նաև իրականացնել ենք համայնքի միջոցներով, համայնքային արդեն գոյություն ունեցած զույգով ջրագծեր, ողորման կլինի, խմելու կլինի և նաև մակարդակ բերում ևս նորից արտադրներ, դիտավորներ խմելու ջրի համար, որից հետո կամաց տեսնենք որտեղ պետք մեր աշխատանքներն իրականացնել ամենքի միջոցներով իրականացնել։ Դուք չունեք հարցեր, ուրիշ։ Եթե չունեք, ասենք թվերներ հաստատելու։ Դերին ձեռնոցա չկան։ Վերաբերվում է արտաբյուջետային հաշիվ բացելու մասին։ Արտաբյուջետային հաշիվ բացելու մասին համայնքի ավարտած որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորում։ Համայնքը ընտրվել է Pathways to Resilience նախագծի 62 երկրների շարքում, որի շրջանում դեպի նախատեսվում է համայնքի տրամադրել ֆինանսական միջոցներ ոչ դրամային արժույթով։ Տվյալ միջոցների նպատակային թափանցիկ և արդյունավետ հաշվառումն ու օգտագործումը ապահովելու նպատակով անհրաժեշտ է համայնքի բյուջեում բացել արտաբյուջետային հաշիվ։ Արտաբյուջետային հաշիվ բացումը կապահովի դրամաշրջանային ծրագրով տրամադրվող միջոցների առանձնացված հաշվառում, դրանց օգտագործման նկատմամբ վերահսկողության ուժեղացում և հաշվետվողականության պահանջների կատարում, համաձայն գործող օրենսդրության և ծրագրի պայմանների։ Եվ վերոնշյալը հիմք ընդունելու առաջարկում է ընդունել համապատասխան ավականու որոշում։ Եվ համայնքի ավականու որոշման ընդունման կապակցությամբ համայնքի բյուջեի ծախսերի ավելացում չի նախատեսվում, համայնքի ավականություն որոշման ընդունման կապակցությամբ այլընտրանական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա։ Մենք հիմնականում չի համար ասում համարով մասնակցել են դրամաշնորհային գործույթի և 62 երկրների շարքում ընտրվել են, աղթող ենք ճանաչվել ու դրամաշնորհ ենք ստանալու ոչ դրամային արտահայտությամբ եվրոյով ենք ստանալու։ Իսկ համայնքը իրավունք չունի եվրոն ծախսելու, դրա համար պիտի ունենանք արտաբյուջետային հաշիվ, որ կարողանանք այլ արժույթով մուտքեր ընդունել, հետո դրանք կարողանանք ծախսել։ Իսկ ծրագիրը վերաբերում է կլիմայի հարմարողականությանը։ Դեռ կոնկրետ չգիտենք։ Կոնկրետ մենք էլ չգիտենք, ինչ պետք է անենք, բայց որ մասնակցել են շահերել, ինձ թվում է $80,000 եվրոյի կարգի ռուբլակ պետք է լինի, բայց դրանից 20,000 մեր չի լինելու, 20,000 Դեռ չէ թվերի մասին չեք կարող կոնկրետ ասել, կոնկրետ չեք կարող ասել, որ դրանք իրապես դիրապետում են նշված կառույցը և կազմակերպիչները։
մեր կողմից վերահսկվում եւ վերահսկումը նշված կազմակերպությունների կողմից բոլորը հիմնավորված, փաստարկված պետք է ներկայացվի։ Իրենք չեն տրամադրելու մեզ մի անգամ մեծ գումարը, ասեն գնացեք ինչ ուզում եք արեք, կեսը տարեք ձեզ բնականաբար։ Իրենք ճանում են մաս եւ որ ստուգեն կճշտեն այդ գումարը նպատակին արձակվել, օգտագործվել նպատակի եւ այդ գումարը այդքան է կազմում, հետո նորից մյուս փուլը դրամադրել։ Կոնկրետ ծրագիր չունենք, բայց նախնական հայտի մեջ ամենայն դեպս առաջարկը եղել էր հողի եւ ջրի անալիզների շարժական ինչ-որ կայան ունենալ։ Նույնպես մտածում եմ որակի սպեցիֆիկ բան, այսօր մեր հավաքականությունը շատ քիչ կան, լաբորատորիա կարճացած, լաբորատորիա շարժական իրենց հավաքականն դա սպեցիֆիկ երևույթան ամեն դեպքում ովքեր են ծրագիրը հաստատելու արտաբյուջետային արժեքի բարձր դեն ձեռնպահ չկա։ Մյուս հարցը վերաբերում Չէ, Համաշխարհային բնապահպանական մարտահրավերների համատեքստում համայնքապետարանի առաջնահերթություններից է կայուն զարգացման ներդրումը կառավարման տարբեր ենթակառուցվածքներում։ Դա պաշտոնապես ամրագրվեց, երբ 2017 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց Փարիզյան համաձայնագիրը, պարտավորվելով սահմանափակել իր արտանետումները եւ ավելացնել կլիմայի փոփոխության հետևանքների հարմարողականության միջոցառումների իրականացումը։ 2023 թվականի փետրվարի 14-ին Ակումբ համայնքի ավարտանու համար 14 որոշմամբ Ակումբ համայնքը միացել է Եվրոպական հանձնաժողովի քաղաքապետի դաշնակի հանուն կլիմայի եւ էներգիայի նախաձեռնությանը, որի շրջանակներում մշակվել է կայուն էներգետիկ եւ կլիմայական գործողությունների ծրագիրը, ամփոփվել է մինչև 2023 թվականին համայնքի թերապային բնակավարներում ջերմոցային գազերի արտանետումներն առնվազն 35%-ով նվազեցման, ինչպես նաեւ համայնքի կլիմայի փոփոխության հանդեպ դիմակայության բարձրացման ստուգված գործողությունները եւ միջոցառումները։ Ելնելով վերոբրեալից ներկայացված նախագծով առաջարկում է հաստատել Ակումբ համայնքի կայուն էներգետիկ եւ կլիմայական գործողությունների ծրագիրը։ Դա զարգացման ծրագիր է, որը ենթակա է հաստատման։ Հավելվածը ուղարկել էինք ձեզ, մի քիչ ծավալուն է, բայց կարող եք ուսումնասիրել։ Եթե ուսումնասիրել եք, հարցեր կան, Սարուբիկյան, Սեդրակյանի սրանից հետո թղթային տարբերակում անպայման որը։ Թույլ կտակ միջակայք բանախնայնյան, ուղղակի հավելվածներ կան, կոնկրետ է սեկապի մասին, որ ինքը այնքան ծավալուն է, 1000 հատ շիթեր են, այդքան ու տատելու համար մի քանի բրոտքեր կան մեզ հավելվածներ կան, որ ճիշտ է էլեկտրոնային ուսումնասիրել ուղղակի, էլի։ Եթե մեյլի խնդիր կա, մենք կարող ենք այնտեղ ուղղել ձեր մեյլին ուղարկել, կամ դա տեղում ենք հա, որովհետև որոշ հավելվածներ թղթային հասկանալի է, բայց կոնկրետ դրանց դեպքում մի քիչ կգանք մենք կփորձենք դեն ձեռնպահ չկա անայնուստի Գլխավոր արտակարգում փոփոխություն կատարելու նպատակով ներկայացված էսի նախագծի նորամուտի մասին։ Երկուսով ռաֆի դասպալա։ Ես եկել ռաֆի կուտենամ երկու բառով ասել դուք
Կառավարությունը իր միջոցների հաշվին որոշեց խնդրեց համապատասխան պաշտոնյաներին, որպեսզի թույլ տանեն նոր միկրոռեգիոնալ հատակագիծ պատվիրեք։ Ստացանք համաձայնությունը դրավոր և պայմանավորվել են նախագիծ կազմակերպության հետ, որպեսզի մեզ ներկայացնի տա էսքիզ, որպեսզի մոտ կարողանանք հայտարարել։ Ինչին է վերաբերվում, բազմիցս ասել եմ տեղյակի, որ նպատակային նշանակությունները չեն փոխում տարբեր պատճառներով։ 530 փաթեթ ունենք այստեղ, ամեն մեկը 5-6 անգամ գնաց է հետել եկել։ Ժողովուրդ առաջարկում եմ, կարող եմ ասել, չէ պետք է ետ տա, բայց ուրիշ հաշարնակի չեմ լսում այդ տղեն բանում յակուտիա աշխատելա ուղղակել է, որ ընդհանեն հողը կարինավարում չէ, կադաստրային աշխատողները ոչ ծածր կադաստրային Ամեն հեսրպրացուն հանդիսացող հողերի ուղղակի վաճառքով օտարելով ունենք մեկ հողամաս Ակուտան բնակավայրում մենք 3000 քառակուսի գյուղատնտեսական վարելահող ուղղակի վաճառքի գինը մենք 800 դրամ ունենք նախապատվության իրավունք Էդվարդ Գավայրյանը քանի որ մինչ օրս հարցակալության իրավունքով ինչն է վերաբերվում վարձակալության իրավունքով մինչև օրս գործում է վարձակալություն քանի տարի է անցել Հայաստանից ամենա որտեղ այդ հողայրորես պես պահանջումները 10 տարուց ավել ուրիշ հարցեր չկա ոչ ավել կամ որ իրաս գոյություն ունեցած հողից ոչ ավել կարող X քառակուսին 5 անգամով ավելացնել, բայց ոչ ավել քան իր ունեցած սկզբնական հողը չէ Եվ հողամաս նկատման սեփականության իրավունքով տարող փոխանակման միջոցով մենք մեկ հողամաս նոր հող բնակավար 1782 քառակուսի գյուղատնտեսական վարելահող փոխանակում ենք համարժեք ամենքին սեփականություն հանդիսացող 1780 քառակուսի գյուղատնտեսական վարելահողին, նշանպես հողամասը պարոնեից նոր գյուղի առաջի տեղամաս գնացող ամբողջ ճանապարհը Ես ներկայացնում դրանք ուրեմն 1700 մետրը մուտքն է այն ճանապարհը, որը որ մտնում ես Ալորյանի կողմից և աճ ես անում 17 թվից այդ խնդիրը կա, սեփականատերը, դա սեփականություն է այդ ճանապարհը սեփականատերը դնել է 4700 մետր, 4300 մետր հողամաս 1700 մետրը չկա այդ հողամասը գոյություն չունի տները կառուցել են ճանապարհի վրա կարասրային քարտեզով գոյություն ունեցած ճանապարհի վրա և այդ հատվածը ամբողջ հողամասի երկու կողմով 1700 մետր քառակուսի մետր հողամասը պակաս մարդիկ ունեն սեփականության վկայական դնել են այդքան հողամաս, բայց այդ հողամասը չկա տներներ կառուցել են կարասրային քարտեզով գոյություն ունեցող ճանապարհի վրա, իսկ ճանապարհը
ուրիշի սեփականության միջով գործում է այսօր են սկզբի մասն արդեն ասfaltապատ, բայց ուրիշի սեփականությունը, անհատի սեփականությունը մենք հիմա մի հատ պայմանավորվել են, որ մի հատ տարածքի փոխանակում անենք, այդ մնա համայնքին տարածքային կարգություն ուղղումների համար, որ մնա համայնքային, մենք արդեն կարող ենք ճանապարհը որը տեղափոխել եւ այդ կառուցվածքները 60 վրայից դուրս գալ։ Սա ուներ է ստեղել, գիտե չէ սա ուներ, չես հիշում այդ դողատորը չէ։ Օղանասի նպատակային շինությունը փոփոխվելով առաջին ակունքն անկավայր մեկտել գյուղատնտեսական այլ ուղղատեսվի արդյունաբերության դեպօգտագործման և արտադրական նշանակության օբյեկտների գյուղատնտեսական արտադրական օբյեկտների փողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասին համաձայն սեփականությունը ֆիզիկական օբյեկտ բնակավայր 2000 գյուղատնտեսական վարելահող բնակավայր բնակելի կառուցապատման փոփոխման միջգերտեսչական անձնաժողովի 440 դրական եզրակացություն, սեփականությունը ֆիզիկական, և վերջինը ակունք բնակավայր 4 հեկտար 4697.6 քառակուսի գյուղատնտեսական արոտավայրը հատուկ պահպանվող տարածքների բնապահպանական միջգերտեսչական անձնաժողովի 441 դրական եզրակացություն սեփականության ձևով պետական։ Արոտավայրերի վերաբերյալ որոշում չկա, դեռ հիմա մենք միկրոռեգիոնալով մեզ հայտնի տարածքները փորձել ենք ներկայացնել, իսկ ինչ արդյունքների չեմ կարող ասել, որովհետև արոտավայրերը որ փոխել են 25 թվականին 24 դա գալիս է 17 թվականից սկսված որոշումով, բայց հիմա այն ժամանակ արոտները կարելի էր օտարել։ Իսկ հիմա որ նոր են անում, ոնց որ եք հասկաց առաջացնում, չգիտեմ ինչ արդյունք կլինի, բայց փորձել ենք ներկայացնել։ Արոտավայրը, մենք փորձել ենք այդ բոլոր որոշումները ներկայացնենք սեզրակները, իսկ ինչ արդյունք կստանա ապականություն կտարել և փորձել ենք ամեն ինչ անել։ Եթե հարցեր չկան, անցնենք քվեարկության, ովքեր են որ նպատակային մյուս հարցը ակունք համայնքի սեփականություն ճանաչելու մասին հողամասը։ Համայնքային սեփականություն ճանաչելու մասին ներկայացնում որ բոլոր հողամասերը բնակիչները իրենց սեփականությունը հանձնում են համայնքին որպես հողի մոտեցման ճանապարհներ։ Հողամաս բնակիչները դիմում են գրել, որպեսզի
իրենց սեփականության իրավունքը հանձնեն համայնքին, որպեսզի հողամասի մուտքը երկա ապահովեն։ Կան հարցեր ասում չէ դեպքի արդեն ովքեր են կողմ հանձնան համայնքի վերցնի սեփական դեն զրուցա չկա հանձնան մյուս ասում ներբնակավայրային աշխատանքական օբյեկտների համարման մաս Ներբնակավայր աշխատանքական օբյեկտների համարման հիմնավորման մասին առաջինը նորգույն բնակավայր Մասկոտայք համայնքական գյուղմնույթ նորգույն ջրավերթաճյուղի և երկրորդը Կոտայք բնակավայր Մասկոտայք համայնքական գյուղ Կոտայք աղում խճողի Ներդերսը չկան ուրեմ քվեարկ են, ովքեր են կողմ ճանաչել հարցերները դեն զրուցման չկա Նիստ նշանակել մասնա Սարուբեկ յանուշնա մարդի 12-ին